Ազգ թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանը խնամքով է պահում 25 տարի առաջ լույս տեսած համարները, որոնք նա ցուցադրում է հատուկ առիթների ժամանակ։ Սա երրորդ համարն է, ուրեմն այստեղ Photoshop-ով արված ամպեր են։ Եվ շատ էինք ուրախացել, որ նման բանի հասանք եւ ասում ենք նույնիսկ կատակով ասում ենք կարող ենք դեմքերը հայ պետական գործիչների դեմքերը ընդհանրապես բան են, խոժորեն, մի քիչ ժպիտել կարող ես ավելացնել դան։ Պարոն Ավետիքյանի համար առանձնահատուկ եւ արժեքավոր համարներ շատ են եղել, սակայն առանձնացնում է հատկապես մեկը։ Այստեղ պետք է լինի այն էջը, որտեղ Արծվաշենի անկումն էր։ Առաջինը լուրը մենք տվեցինք եւ հիշում եմ հաջորդ օրը այստեղ 200 մարդ եկա մեր վրա ինձ ծեծելու, թե դավաճաններ եք դուք, Արծվանշենը մեր ձեռքում է եւ այլն։ Այն ժամանակ Մելիք Ադամյան փողոցի վրա էր գտնվում ազգային ժողովը, Գերագույն խորհուրդը։ Ես այդտեղ ուղարկեցի իրենց, այնտեղից ոմանք արդեն գիտակները, բոլորը չգիտեին տարածված հաստատեցին։ Նրանից հետո ասենք մեր դժբախտ բանի վրա մեր հեղինակությունը բարձրացավ անշուշտ, որ ազգը ճիշտ ստուգված լուր է տալիս շատ օպերատիվ կերպով։ Եվ դա էր պատահական չէր, որ մինչև 40-42,000 մենք տպականակ ունեցանք։ Խորհրդային միության փլուզումից հետո էլ իշխանական վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցներից ազգորաթերթը ըստ խմբագրի տարբերվում էր իր օբյեկտիվությամբ ու արգելք հանդիսացող թեմաների մասին բարձրաձայնելով։ Սա էլ հենց ապահովում էր թերթի վաճառքն ու հեղինակությունը։ Նախ նորություն էր։ Սովետական լրատվության, տեղեկատվության այդ բանից հետո բոլորին նորություններ, երբ որ կարելի էր խմբագրությունը չգիսեր մեկի կարծիքը, բայց դրան հյուրընկալ էր իր էջերում։ Սկզբունքը հետևյալն էր, փաստարկված պետք է լինի։ Հայաստանում առաջինը ազգն է լույս տեսել համակարգչային տեխնիկայի միջոցով։ Տեխնիկական հնարավորություններով թեև շատ է զիջում մերօրյա գործածական համակարգիչներին, այնուամենայնիվ խմբագրությունում այն պահում են մասունքի նման։ Այս առաջին համակարգիչներից է մեր, տեսնում եք Apple Macintosh, փոքրիկ մինիատյուր չափսի, բայց լավ պրինտերներ ունեինք մեծ, որոնք A2, A3 ֆորմատի ուրեմն մեկ անգամից էին տպագրում, եւ սա մեր հուշարձանն է։ 1991-ից 1993 թվականին երրորդյա, 1993-ից 2014 թվականին օրաթերթ, 2015 թվականից արդեն շաբաթաթերթ դարձած ազգում ներկայումս աշխատում է 6 հոգի։ Էականորեն կրճատվել է նաև տպաքանակն ու վաճառքի ծավալները։ Գովազդ մեր թերթերը չունեն։ Արևդրային գովազդի մասին է խոսքը։ Այդ է պատճառը, որ մեր տպագիր մամուլի գրեթե առանց բացառության բոլոր ներկայացուցիչները այսօր ենթակա են հովանավորներից, նրանց տված տալիք փողերից, նրանց հետևաբար պատվերներից։ Այս պայմաններում դրանք անկախ չեն։ Պարոն Ավետիքյանը չի թաքցնում, որ թեպետ իրենց թերթի բաժնետերերի փաթեթը կենտրոնացած է Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կրտսեր եղբոր Արմեն Աբրահամյանի ձեռքում, բայց նրանց կողմից զգալի աջակցություն չեն ստանում։ Որոշ փոքր օժանդակություն ստանում եմ ես, բայց դրանք բավարար չեն թերթի զարգացում ապահովելու համար։ Այն իմ ընկերները, որոնք կարող էին օգնել եւ այն, նրանք էլ ասում են, քանի որ փաթեթը գտնվում է Աբրահամյանների մոտ, իրենք էլ թող հոգան։ Իդեպ Հայաստանի առաջին անկախ օրաթերթը այսօր տոնում էր հիմնադրման 25-ամյակը։ Հակոբ Ավետիքյանը հումորով նշում է, որ ոչ մեկին ծննդյան տոնի չի հրավիրել, ովքեր հիշում են, թող համենան։